Տարիներ առաջ WikiLeaks-ի սկանդալային բացահայտումների շարքում անդրադարձ կար նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Ըստ կայքի 2005 թվականի ապրիլի 1-ին Հայաստանում ամերիկյան դեսպանատունը նամակ է հղել պետքարտուղարությանը, որտեղ ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը Հայաստան։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ այդ այցելությունը գրեթե ոչնչով աչքի չի ընկել։ Ուշագրավ է եղել Պուտինի հանդիպումը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Այս հանդիպման ժամանակ, որին բացի Պուտինից ներկա են եղել նաև Գարեգին Բ-ի երկու օգնականները, Պուտինը զարմացրել է կաթողիկոսին, կոչ անելով նրան ճնշումներ գործադրել Հայաստանի կառավարության վրա, վարչապետ Մարգարյանի և Երևանի քաղաքապետարանի, որպեսզի նրանք հող հատկացում կատարեն Երևանում ռուս ուղղափառ եկեղեցի կառուցելու համար։ Կաթողիկոսի օգնականն ամերիկացի դիվանագետներին պատմել է, որ Պուտինն այս պահանջը ներկայացրել է որպես ամենանվազագույնը, ինչ Հայաստանը կարող է անել Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում հայկական մեծ բնակչության նկատմամբ լավ վերաբերմունքի դիմաց։ Թե ինչ արձագանք է հնչել Գարեգին Բ-ի կողմից, այս մասին տեղեկություն հրապարակված չէ։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն ամենայն հայոց կաթողիկոսին 2022 թվականի նոյեմբերին պարգևատրել է պատվո շքանշանով։ Շքանշանը շնորհվել է Գարեգին Բ-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար ոլորտների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ 2023 թվականի հունվարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին հանձնեց Ռուսաստանի Դաշնության պատվո շքանշանը։ Գարեգին II-ը շնորհակալություն էր հայտնել Վլադիմիր Պուտինին ուշադրության և գնահատանքի համար։ Մեր ժողովուրդներն ունեն դարավոր բարեկամության հարուստ պատմություն, որը կոփվել և թրծվել է համատեղ կրած նեղություններով և դժվարություններով և բազում հաղթանակներով։ Մեր ժողովուրդների եղբայրությունն ամրորեն հաստատված է քրիստոնեական մեր հավատքի և դավանած ընդհանուր արժեքների վրա, ասել էր ամենայն հայոց կաթողիկոսը։ Նկատենք, երբ այս տարի մայիսի 9-ին հաղթանակ զբոսայգում լրագրողներից մեկը փորձեց ճշտել, ինչու է ՌԴ նախագահն իրեն մեդալով պարգևատրել, Գարեգին II-ն անպատասխան թողեց հարցը։ Հիշեցնենք, 2017 թվականին տեղի ունեցավ Երևանում կառուցված ուղղափառ եկեղեցու ոցման արարողությունը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության պետական գործիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ, ռուսական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներ։ Մամուլում գրվեց, որ եկեղեցին կառուցվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ֆինանսավորմամբ։ Երևանի Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին կառուցվել է Ծովակալ Իսակովի պողոտայի հարևանությամբ։ Եթե Եվրամիությունն Ադրբեջանից լրացուցիչ գազի կարիք ունի, ապա պետք է կնքվեն երկարաժամկետ գործարքներ, ներդրումային ռիսկերի հաղթահարման աջակցություն կամ ուղղակի ֆինանսավորում, որպեսզի մենք լրացուցիչ գազ արդյունահանենք։ Բաքվում ընթացող խորհրդաժողովի ելույթում ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Աբասովը։ Նրա ներկայացմամբ Ադրբեջանը կարող է մեծացնել գազի արդյունահանման ծավալները, բայց դրա համար պետք է ձեռքի տակ ունենա կապույտ վառելիքի գնորդների հետ երկարաժամկետ պայմանագրեր։ Ավելի առարկայական և հստակ արտահայտվել է Սոքար պետական նավթագազային ընկերության ներկայացուցիչ Բեգլար Բեկովը։ Նա ներկայացրել է, որ Կասպից ծովում Աբշերոն գազակոնդենսատային հանքավայրի շահագործման երկրորդ փուլի ֆինանսավորման թույլտվությունը հնարավորություն կտա 2028-ից 2029 թվականներին Ադրբեջանում արդյունահանվող գազի ծավալներն ավելացնել տարեկան 4.5 միլիարդ խորանարդ մետրով։ Ըստ նրա, ֆինանսական ներդրումները գնահատվում են 2.5 միլիարդ դոլարի սահմաններում։ Աբշերոն գազակոնդենսատային հանքավայրը Սոքարը շահագործում է Տոտալ և Ադմոս ընկերությունների հետ, ուստի այնքան էլ հստակ չէ, թե Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչը ֆինանսական ինչ ակնկալիքների մասին է ակնարկում կամ ում նկատի ունի փոխնախարար Աբասովը, երբ խոսում է ներդրումային ռիսկերի հաղթահարման աջակցության մասին։ Ադրբեջանը Եվրահանձնաժողովի հետ 2021 թվականին համաձայնագիր է ստորագրել և պարտավորվել, որ 2027 թվականից սկսած ԵՄ երկրներ արտահանվող գազի տարեկան ծավալները կհասցնի 20 միլիարդ խորանարդ մետրի,
Ընդ որում, ինչպես մի քանի անգամ դժգոհել է Իլհամ Ալիևը, Եվրամիությունը որևէ ֆինանսական աջակցության եւ գազի գնման երկարաժամկետ պայմանագրերի կնքման պարտավորություն չունի։ Անցած տարիներին Ադրբեջանը փորձել է այդ հարցում պարզություն մտցնել, բայց պատասխանը մեկն է եղել։ Գազի գնորդ հանդիսանում են եվրոպական մասնավոր ընկերությունները, նրանք են որոշում գործարքի պայմանները, իսկ Եվրամիությունը չվերարտադրվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ չի կատարում։ Քաղաքական առումով Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարի ենթատեքստային հայտարարությունը կարծես վկայում է, որ Եվրոպայի ժողովրդավարական ընկերակցության Տիրանայի համաժողովի շրջանակներում Իլհամ Ալիևի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Լայանի հանդիպումը ԵՄ դիրքորոշման փոփոխություն չի արձանագրել։ Եվրամիությունը գազի գնորդ չէ, պայմանավորվածությունները մտնում են սոքարի եւ մասնավոր ընկերությունների հնարավոր համաձայնության տիրույթում։ Ավելի վաղ Իլհամ Ալիևը դժգոհել է, որ Ադրբեջանի համար ֆինանսական լրացուցիչ ներդրումների ներգրավումը ոչ միայն խնդրահարույց, այլև ռիսկային է, չկա իրավական երաշխիք, որ գազի համաշխարհային շուկայում նոր եւ ավելի հարմար պայմաններ առաջարկող մատակարար հայտնվելու դեպքում եվրոպական մասնավոր ընկերությունները չեն հրաժարվի ադրբեջանական գազից։ Եթե Եվրամիությունն ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալների կարիք ունի, ապա պետք է եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերի եւ երկարաժամկետ պայմանագրերի երաշխիքներ տրամադրի։ Պարզորոշ ասում է պաշտոնական Բաքուն, ինչից հասկացվում է, որ Եվրահանձնաժողովի հետ այս փուլում քննարկումներ չկան։ Իլհամ Ալիևը փաստացի առաջարկում է նոր բանակցություններ սկսել, որովհետև եթե Աբշերոն գազակոնդենսատային հանքավայրի շահագործման երկրորդ փուլի ծրագիրը հետաձգվի, ապա Ադրբեջանը 2027 թվականին Եվրամիությանը 20 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու հնարավորությունը չի կարող կատարել։ Ասվածից իհարկե չի հետևում, թե Եվրամիությունը եւ Ադրբեջանը մոտ են էներգետիկ համագործակցության խզմանը, բայց կարծես կողմերը հասել են ճշմարտության պահի։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի դումայի падգամավոր Խալիդ Թաղիզադեն հունիսի 2-ին չի ներկայացել տեղական խորհրդարանի ընտանիքի եւ սոցիալական հարցերով կոմիտեի նիստին, որի փոխնախագահն է, իսկ հաջորդ օրը հայտնի է դարձել, որ նա լքել է Ռուսաստանի Դաշնության տարածքը։ Բաքվի իշխանամերձ մամուլը գրում է, որ Թաղիզադեն խուսափելով իր դեմ հետապնդումներից հունիսի 3-ին Ադրբեջանից ապաստան է խնդրել։ Այսինքն նա արդեն իսկ գտնվում է Ադրբեջանում։ Ըստ ադրբեջանական վարկածի Թաղիզադեի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով գլխավոր դատախազությանը դիմել է Ռուսաստանի Դաշնության պետական դումայի падգամավոր Մաքսիմ Իմանովը։ Բանն այն է, որ Թաղիզադեն Խանտի-Մանսիյսկը եւ առհասարակ Արևմտյան Սիբիրն անվանել է պատմական թյուրքական տարածք, որ միջին դարերում մտնում էր ուզբեկական խանության կազմի մեջ։ Ռուսաստանն իհարկե ավտորիտար երկիր է, բայց անհավանական է, որ ինքնավար օկրուգի դումայի падգամավորը մի ելույթի համար, որ ընդամենը պատմական փաստի արձանագրում է, ենթարկվի այնպիսի հետապնդման, որ նա հարկադրված լինի քաղաքական ապաստան խնդրել Ադրբեջանից։ Ըստ տեղեկությունների Թաղիզադեն Խանտի-Մանսիյսկում հայտնի գործարար է։ Ուշադրություն է գրավում իրողությունը, որ Թաղիզադեն փաստացի Խանտի-Մանսիյսկից հեռացել է հունիսի 2-ին Ռուսաստանի ռազմական օդանավակայանների դեմ Ուկրաինայի հատուկ ծառայությունների իրականացրած Սարդոստայն հատուկ գործողության հաջորդ օրը։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ռազմական օդանավակայանները գրոհած դրոնները եւ անհրաժեշտ ռազմամթերքը Ռուսաստանի տարածք է տեղափոխվել բեռնատարներով։ Այդ հայտարարությունը կասկածի տակ է դնում Ռուսաստանի հետ ցամաքային սահման ունեցող բոլոր երկրներին, այդ թվում եւ Ադրբեջանին, որ մշտապես սատարել եւ շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։ Եվ դա միայն քաղաքական հայտարարություն չէ։ Դեռևս 2023 թվականի տարեվերջին ռուսաստանյան RBK-ն տեղեկություն է տարածել, որ Ադրբեջանը հրետանային 122 մմ տրամաչափի արկեր է մատակարարում Ուկրաինային, նշելով նաև արտադրող ընկերության իրավաբանական անվանումը՝ Պալադիում։ Ադրբեջանական ընկերությունն իհարկե հերքել է այդ տեղեկությունը, բայց RBK-ի հետաքննող հեղինակը պարզել է, որ Պալադիումը ռազմարդյունաբերական հոլդինգ է, որի կազմի մեջ մտնող Palladium Defense and Security Solutions ձեռնարկության արտադրանքի գնորդների ցանկում արկա է նաև Ukroboronprome-ը։
Տեղեկատվական այս սկանդալից 3 ամիս անց 2024 թվականի փետրվարին Ուկրաինայի նախագահ Զելենսկու հրամանագրով Բաքվում դեսպան է նշանակվել Յուրի Գուսիևը, որ դիվանագիտական աշխատանքի անգամ մեկօրյա փորձ չուներ, վերջին տարիներին զբաղեցրել էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, ապա նշանակվել Ուկրոբորոմպրոմ պետական կոնցեռնի գլխավոր տնօրեն։ Այդ նշանակումն ակնհայտորեն նշանակում էր, որ Ուկրաինան Ադրբեջանի հետ ունի ռազմական համագործակցություն, որ խորացման եւ կատարելագործման կարիք ունի եւ երկրի ռազմարդյունաբերական համալիրի գլխավոր տնօրենը դիվանագիտական ծառայության ծածկաքողի տակ Բաքվում փաստացի զբաղվում է այդ հարցերով։ Ուշագրավ է նաեւ, որ պատերազմի սկզբից ի վեր ադրբեջանա-ուկրաինական պաշտոնական շփումների դադարը խզվել է մայիսի 25-ին։ Այդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիգիբային։ Դա Կրեմլին հղած քաղաքական ազդակ էր։ Սիգիբայի Բաքու այցից մեկ շաբաթ հետո Ուկրաինան իրականացրել է Սարդոստային հատուկ գործողությունը, որի հաջորդ օրը Խանտի-Մանսիյսկի դումայի էթնիկ ադրբեջանցի падգամավոր Խալիդ Թաղիզադեն Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել։ Միթե Ադրբեջանը Սարդոստայնի մասնակից է։